մուլտիպլիկացիոն ողջույնները ձեզ իմ փոքրիկ հեռուստադիտողներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Եվ ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մայլը, Քերի մուլտիկնիկը։ Ձեզ սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսներն են ձեզ ողջունում, իմ լավ բարեկամներ։ Եվ իհարկե մեր մշտական լավագույն բարեկամ Ապաչի ընկերությունը իր քաղցր ձոյիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով հանդերձ։ Թխվածքաբլիթների մասին բա որ ասեմ։ Նոր արտադրանք ունենք, շատ համեղ։ Դուք արդեն ծանոթ եք ելակի համով թխվածքաբլիթին, դասական համով թխվածքաբլիթին։ Ես ասեմ, կախարդական ուժը որտեղ է կայանում։ Այ նարնջի համով թխվածքաբլիթը խրթխրթացնում եք սիրելի փոքրիկներ եւ շատ արագ ու գեղեցիկ նկարում ներկում եք ձեր հերոսին։ Իսկ ինչ հերոս ենք նկարելու, դա կասեմ մի քանի վայրկյան հետո։ Քանի որ նա նաև ձեզ այս տեսախցիկի ետևից ողջունում է, այսպես իրեն կոտորում է։ Ժամապահ Քերին, ողջույն ժամապահ Քերին, ինչպես ենք։ Ժամապահ Քերին շատ բարի է, այսօր մեզ կտա երկար եթերային ժամանակ, մենք ձեզ հետ կսովորենք նկարել մի հետաքրքիր հերոս մուլտիպլիկացիոն, էլի ամենաչնկարող փոքրիկների համար։ Այսինքն մենք մի թռչուն ենք նկարելու մեր փոքրիկ հերոստադիտողների առաջադրանքով։ Բայց այդ թռչունը պետք է ամենաչնկարող փոքրիկը այս պահին կարողանա նկարել։ Ամենադյուրին, ամենահեշտ նկարն եք նկարելու։ Իսկ ինչ ենք նկարելու։ Անցած հաղորդմանը մենք նկարել ենք ինչ։ Նկարել ենք բու։ Այս անգամ փոքրիկների խնդրանքով նկարելու ենք ճնճուղուկ։ Բայց շատ դյուրին ձևով, հեշտ ձևով, սիրելի փոքրիկներ։ Պատրաստ եք։ Սպիտակ թղթիկները փռում եք, գունավոր մատիտները, սև կախարդական մատիտը, ռետինե ջնջոցը, որպեսզի սխալվելուց ուղենք։ Տեսեք, ես կվերցնեմ բարակ գծիկով սև կախարդական մատիտը։ Սրանով կնկարենք ճնճուղուկին, հետո սև հաստ մատիտով արդեն կընդգծենք մեր հերոսին։ Էլի հեշտ ձևով եմ սովորեցնում ուշադրություն Քերի մուլտիկնիկի կախարդական մատիտի շարժումների։ Կարծես փակագծի նման այսպիսի պատկեր եմ նկարելու։ 1 2 Սա մեր ճնճուղուկի գլուխը կլինի։ Այստեղ եթե մենք զիգզագաձև պատկերով միացնենք, հետո տեսեք, մարմինն եմ նկարելու մի անգամից այստեղից, թևիկները, փետուրները զիգզագաձև գծիկով, այսպես նկարելու եմ։ Այստեղ էլ, նոր փորիկն եմ կլորիկ ընդգծելու, թևիկները կարող ենք առանձնացնել։ Հիմա մեր ճնճուղուկի ոտիկներն ենք նկարելու, ճանկերը պուջուրիկ, դե ճյուղի վրա նստած, այսպես, ուշադրություն, 1 2 3 1 2 3 Այստեղ ծառի ճյուղն ենք նկարում։ Բաժանում ենք ճյուղերի։ Էլի շարունակում ենք նկարել։ Տեսեք իմ փոքրիկ բարեկամներ, պետք է արդեն նկարենք մեր ճնճուղուկի պոչիկը։ Էլի այս մասից այսպիսի մի պատկեր ենք նկարում։ Զիգզագաձև պոչիկի փետուրները հետո կարող ենք բաժանել։ Պատկերը ստացանք, շատ լավ է։ Ուրեմն կտուցն ենք նկարելու այս մասում։ Այսպիսի մի պատկեր։ Քթանցքը երկու կետիկով ստացվեց։ Հիմա մուլտիպլիկացիոն աչքերն եմ նկարելու։ Տեսեք։ Կիսաձվաձև, օպ։ Օպ։ Սևիկները կարող են կիսալուսնաձև նկարել, կարող են կետիկով նկարել, ինչպես ցանկանում եք։ Ես կիսալուսնաձև եմ նկարում, սևով ներկեմ։ Կարող ենք թարթիչներ տալ, բարի կերպար ստանալու համար։ Քերը մուլտիպլիկացիոն։ Մեր ճնճուղուկը պատրաստ է, սիրելի փոքրիկներ։ Այսպես կտուցը մի քիչ կընդգծեմ, այստեղ էլ ծալքեր եւ վերջ, փետուրներ։ Կարելի է տերևիկներ նկարել ծառի ճյուղի վրա, սիրելի փոքրիկներ, նկարը գեղեցկացնելու համար։ Դե արդեն մնացած ըստ ձեր մանկական երևակայության։ Ինչ եմ անելու, նորից հաստ սև մատիտը վերցնելու ենք, ընդգծելու ենք ձեր նկարածը, այսպես ուրեմն։ Պատկերը որպես ավելի լավ երևա, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Էլի եթե սկեչբուքներ ունեք, կարող եք այնտեղ էլ նկարել։ Փորիկն ենք ընդգծում, էլի թևիկը այսպես
փետուրները։ Շարունակում ենք մուգ սև մատիտով ընդգծել գլուխը, հետո ոտի թաթիկները, այսպես կընդգծենք պոչիկը, կարծում եմ քերին մեզ երկար ժամանակ կտա, նաև կընդգծենք ծառի ճյուղը, այսպես, վերջ, դերցիկ ստացվեց, կարծում եմ ամենաչնկարող փոքրիկ այս պահին քերի մուտիկնիկի հետ նկարեց մեր հերոսուհուն կամ հերոսին, դա ինչպես կցանկանաք, տեսեք, գիտեք, ճնճուղուկները շագանակագույնի և բաց դեղինի խառնուրդ ունեն, բայց մենք ուզում ենք ավելի գունեղ նրան նկարել, դրա համար կվերցնենք շագանակագույնը, բաց նարնջագույնը և դեղինը վերջում, տեսեք, շագանակագույն մատիտով ուղղակի աչքերն եմ հիմա ես ընդգծելու, որպեսզի սպիտակը լավ երևա, ծալքերը կընդգծենք, այսպես, փետուրներ, գծիկներով կանենք, կլորացնենք այտերը, ձախակողմի հատվածից, այսպես, կընդգծեմ նրան, էլի թևիկները ավելի կընդգծեմ, ամբողջությամբ եթե նկատում եք, ես շագանակագույն մատիտով սիրելի փոքրիկներ չեմ ներկում, ուղղակի փետուրներ եմ այսպես գծիկներով ավելացնում, պոչիկն ենք ներկում և վերջ, կարծում եմ վերջ փորիկն ենք կլորացնենք ձախակողմի հատվածից, հիմա մուգ նարնջագույն մատիտով ճանկերն եմ ներկելու, տեսեք, այսպես, իհարկե ձախակողմյան հատվածը, այսպես, լավ է, կտուցը նաև կներկենք, կարող ենք երանգավորել կամ դեղին մատիտով, կամ բաց նարնջագույն մատիտով, քանի որ մենք նարնջագույնը օգտագործեցինք, մուգ նարնջագույնը, ես ուր է բաց դեղինը, մուգ դեղինը վերցրի, ուր է բաց դեղին մատիտը, ահա այն, գտա, հիմա ամբողջովին ճնճուղուկին դեղինով եմ ներկելու, խառնելով շագանակագույն մատիտին, քերին ձայն չի անում, ուրեմն մենք դեռ նկարելու համար լիքը եթերային ժամանակ ունենք, այո քերի, ապրի քերին, շատ բարի է քերին ախր, այսպես, փորիկն ենք ներկում, թևիկները, սպիտակ մաս եմ թողում աչակողմյա հատվածում, անցնում ենք պոչիկին, ճյուղը, սիրելի փոքրիկներ, երևի թե մոխրագույն ներկենք, բայց լավ կերևա քերի, ապա նայիր, մոխրագույն ենք ներկելու, թեկուզ կապույտ մատիտով երբ որ սպիտակ թղթիկը ճնշենք, այդ ժամանակ շագանակագույնը, ավելի ճիշտ, մոխրագույնը, լավ կերևա, այսպես, տերևիկները, ներկենք կանաչ, իսկ հիմա բաց կապույտ մատիտով, իբրև ամպիկներ, այսպես սպիտակ թղթիկ կճնշեմ, և ձեր նկարած ճյուղը լավ կերևա, և ճնճղուկը, սիրելի փոքրիկներ, այդ ժամանակ կզարմանաք, գնաք կասեք մայրիկ, հայրիկ, տեսեք, ես նկարել չգիտեմ, բայց ինչ լավ ճնճղուկ եմ նկարել, դա կնշանակի, որ արդեն նկարել գիտեք, ուղղակի պետք չեն վախենալ նկարելուց, սիրելի փոքրիկներ, պետք է վերցնել մատիտը, փորձել, ես միշտ ասել եմ, եթե 20 անգամ շրջանակ կլոր ասենք նկարեք, 20-րդ անպայման ձեր կլորը ավելի հաստատուն կլինի, ավելի կլորին նման կլինի, այսպես, վերջ, ահա մեր ճնճղուկը, սիրելի փոքրիկներ, պատրաստ է,
աշխարհի ամենադյուրին ձևով նկարվող ճնճղուկը։ Հիմա գիտեմ մեծերն են նկարել, ապրեք դուք։ Իսկ ամենաչնկարող փոքրիկները, իմ լավ բարեկամներ, այս պահին կարող են արդեն բարձրանալ, դե բարձրանալ լավ բան չէ, բայց նկարչության մեջ կարելի է բարձրանալ, որ իրենք նկարեցին մեր ամենահեշտ նկարվող ճնճղուկին։ Ապրեք, որպեսզի այդ նկարները ուղարկեք Գերի Մուլտիկնիկին, հետո ձեր նկարները հայտնվեն կախարդական փոստարկղում, գուցե լավագույն նկարի հեղինակներին հրավիրեմ իմ տաղավար, սիրելի փոքրիկներ, եւ մեր լավագույն բարեկամ Ապաչիի կողմից հանձնեմ մրցանակներ։ Դրա համար պետք է ձեր նամակները, նկարները ուղարկեք մեր անփոփոխ հասցեով։ Իսկ որն է դա? Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, Կենտրոն հեռուստաընկերություն Մուլտիկնիկ հաղորդմանը։ Արդեն քերին տեսախցիկի հետևում ձեռքերով այսպես մնջախաղի իր խաղերն է ցուցադրում, իսկ երբ որ ասում է արդեն ժամանակը ավարտվում է, նա թիթերի կամ թրջունի մնջախաղն է ցուցադրում։ Ժամանակը ինչպես է քերի։ Իրեն լավ է զգում։ Տեսեք, անպայման բաժանորդագրվեք Մուլտիկնիկ YouTube-յան էջին, այնտեղ լիքը նկարներ կան սիրելի ծնողներ ձեր փոքրիկների համար։ Կարող եք միացնել, տալ թուղթ, մատիտ, ռետինա ջնջոց, որպեսզի նրանք մի այլ մուլտիպլիկացիոն կերպարներ նկարեն։ Այսքան այսօրվա համար սիրելի բարեկամներ, մեր ամենաբարի ժամապահ քերին, ճնճղուկը, ամենադյուրին ձևով նկարվող ճնճղուկը, մուլտ աշխարհի բոլոր հերոսները, մեր լավագույն բարեկամ Ապաչի ընկերությունը եւ Քերի Մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս։ Հանդիպելու ակնկալիքով կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, կնկարենք նոր մուլտիպլիկացիոն հերոս։ Իսկ հիմա ալբուլդա։ Baba zip, baba zip, baba zip, baba zip, baba zip, baba zip, baba